Ողջույն աշխարհի ամենաջեր եւ ամենաճաշակով հետևորդներին, թանկագիններս, հենց նոր մտել եմ մտատուն ու գնումները կատարել։ Բայց դեռ մեծ շատ հետաքրքիր բան եմ առել, սովորական իմ գնումներն են, այդ հետ այդպես հետաքրքիր բան չկա, որ ցույց տամ։ Հայտնաբերել եմ առանց շաքարավազի քուքիներ, օրինակ եթե ինչ ասեմ, գնամ ինչ-որ մեկի տուն հյուր, ու այդ մարդը իմ համար քաղցրավենիք է պատրաստել, խմորեղեն օրինակ սարքել կամ ինչ-որ միջոցառման մասնակցեմ, այդտեղ լինի, ինձ չվրսեմ, չէ, որ չէ, արհեստական շաքար չեմ, դա փառքասով ոչ առողջական խնդիր ունեմ, ոչ քաշետ կապված խնդիր ունեմ, զուտ որպես անառողջ սնունդ չեմ օգտագործում, հա, բայց առօրյայում աշխատում եմ հրաժարվեմ, ու երբ որ գիշերները Instagram-ով մեկը նստում սկսում է համով ինչ-որ մի հատ բան ուտել, ես վարի եմ գնում ու այսօր հայտնաբերել եմ, հիմա սուրճ կպատրաստեմ ու միասին կփորձարկենք, տեսնենք սա ոնց է։ Իսկ ձեզ մաղթում եմ բարի դիտում, քանի որ մենք մտել ենք նոր վլոգի ընթացքի մեջ։ Այսինքն տեսք ունեն։ Շոտ համավամ։ Անդրանիկը փորձարկեց իմ առանց շաքարավազ պաղպաղակից, որ իմջելուց ինքն էր գնել իմ համար, բայց որ ես ուտեմ, ինքը չուտի։ Հավատը չէր գալիս, որ առանց շաքարավազ պաղպաղակը կարա լինի այդքան համով։ Ու թեթև ուտվող։ Վաղանին արդեն պայմանավորվել ենք հուլիս ամսից գնալու լողի։ Մենք ունենք պարապ օր ընդամենը շաբաթ-կիրակիներ, երբեմն շաբաթն էլ ազատ չենք լինում, հիմա էլ կիրակիներ չենք, որտեղ վաղան լողի գնալու շաբաթ-կիրակի որ հասցին։ Պատկերացում չունեմ դուրը կգա թե չէ, որովհետև մեկ ուրիշ բան է, երբ ինքը մեր բակի մեջ իր բասեյնում լողում է, ինքը ինչ ուզում անում է, եւ մեկ ուրիշ բան է, երբ որ դա արդեն մարզումներ են լինելու, այսինքն ինչ ուզի չի կարա անի։ Մարզիչը իրեն անծանոթ մարդ չէ եւ իր ֆիզկուլտուրայի մարզիչն, այսինքն ծանոթ մարդ է, այս անգամ ուղղակի գնալու ենք այլտեղ նույն այդ մարզիչի մոտ լողի։ Չեք պատկերացնում, ես ինչքան եմ սպասել, որ վերջապես գային օրը, ես դեռ երբ երեխա էլ չունեմ, միշտ մտածում եմ, որ երեխա ունենամ, ինքը անպայման 5 տարեկան սկսած թեթև սպորտի պարտադիր գնալու, ֆուտբոլ կամ ինչ-որ բան, բայց թեթև սպորտի պարտադիր գնալու, լողել ես ինքս շատ եմ սիրում ու շատ եմ սիրում լողորդներին։ Հեծանվա սպորտը բացառեցի, որովհետև դա վտանգավոր է, կամ էլ ես պետքա պոչից կպած գնամ, ես չնայած եթե տանեմ իրեն պրոֆեսիոնալ հեծանվա սպորտի դպրոց, որտեղ ունեմ շատ լավ ծանոթներ, ծանոթ մարզիչներ, անվտանգ կլինի, բայց ամեն դեպքում չգիտեմ, ինչու մի տեսակ խուսափեցի հեծանվա սպորտից։ Ու որոշեցի լինի լող։ Թեթև սպորտաձև դուր, ծեծել ու տփելու սպորտաձևեր չեմ ուզում լինի, դա ավելի հասուն տարիքում կարելի է, որ որպես տղամարդ գոնե կարողանանք նա պաշտպանվի, բայց եթե այս պահին ես շեշտադրություն ուզում եմ առողջ մարմնի կոփված իմունիտետի վրա, դրա համար լողը ամենաճիշտն է։ Վահանը մանկապարտեզից գնում է տուն։ Մանկապարտեզ։ Բայց ընտրեմ, սիրելիներս, իմ ասած առանց շաքարավազ պաղպաղակ։ Ի սկզբանե որ ուտեք, համը ձեզ հաստատ խորթ է թվալու, կարող է մի քիչ այդքան էլ հաճելի չլինի, բայց ինձ շատ դուր է գալիս։ Տեսեք, ես լսում եմ այս պաղպաղակից եւ մեկ թեյ գթալի չափով գետնանուշի կարակ, որը էլի շաքար չի պարունակում։ Սրանք մի փոքր որ հալվեն, այս երկուսը կխառնեմ իրար ու իդեալական կլինի։ Թանկագիններս, ես արդեն մտա ներս եւ սկսեցի պատրաստել օրվա ուտելիքը։ Պատրաստում եմ պաստա բոլոնեզ, ներողություն եմ խնդրում, որ YouTube-ի համար չեմ կարող մանրակրկտորեն էտապ առ էտապ նկարել, քանի որ դա ահռելի աշխատանք է պահանջում երկու տարբեր հարթակների համար, բացարձակ տարբեր ֆորմատներով բաղադրատոմսը միաժամանակ նկարել։ Ես պատրաստում եմ Reel Instagram-ի համար, դուք կարող եք այն Instagram-ում տեսնել, նաև շորտ տարբերակով YouTube-ում կհրապարակեմ եւ հղումը կտեղադրեմ այս տեսանյութի ներքևի հատվածում, որպեսզի դուք կարողանաք բաղադրատոմսը մանրակրկտորեն տեսնել։ Ամեն դեպքում սա տավարի միսն է աղացած, որը տապակում եմ թավայի մեջ, սա իր հեղուկն է, ես հեղուկ չեմ ավելացրել, ձեթ եւս չեմ ավելացրել, պարզապես դրել եմ թավայի մեջ, տապակվում է։ Մանրամասները արդեն կարճ տեսանյութում կտեսնեք։ Թանկագինները, սա այսպիսի շքեղ ուտեստ ստացվեց իմ պաստա բոլոնեզը, անպայման մտեք բաղադրատոմսը մանրակրկտորեն նայեք, տակը ինչպես տեսնում եք պաստա է, լապշա է, վրան միսը, որի պատրաստման եղանակը պարտադիր պետք է տեսնեք, որպեսզի կարողանաք ճշգրտորեն պատրաստել, երեսին պարմեզան պանիր է քերած, իսկ կանաչին նշան է նրա, որ այս ուտեստը ես խզարել եմ, այնպես որ թանկագիններս անպայման փորձեք դուք եւս։ Եկել ենք Վահանի պարապմունքներին։ Այդ ընթացքում ինչ Վահանը պարապում է, ես դուրս եկա, ինձ գնեցի վաղուց
չէի օգտագործում այս տոնային կրեմը։ Ingrid ապրանքանիշի իդեալ մատն է ու սրանից վերցրեցի, որ փորձեմ ճիշտ ասած գնեցի, դուրս եկա, տեսա, որ ստեղ արդեն բացած է։ Անսահման կողայնանում եմ, երբ որ թարգեդի հաճախորդներ չեք ունենում տարական կուլտուրա եւ տեստերների փոխարեն բուն պրոդուկտ եք բացում ու նայում։ Չի կարելի նման բան անել, այս նայեք լստեղ։ Դուք օգտագործում եք այդ պրոդուկտը կես եք գցում, հետո ինչ-որ մեկը գալիս է առնում է կարծելով թե ամբողջն է առել, չի կարելի։ Մի խոսքով սա վերցրեցի ու մի հատ էլ գծաներ։ Չես ուզում ջակրել։ Ես փորփրեցի, գտա համապատասխան պարագաներ, որպեսզի հիմա գաթա պատրաստեմ։ Իսկ ես ուրս հո գաթաներ չէր պատրաստել, տեսազանգեր արել, տեսնանք որ ասենց բերանների ջրերը գնաց ու հատկապես Անդրանիկը շատ ուզեց ոնց կուտեի բան ասեց եւ այլն, ու այն որ ես պահի տակ ինձ մեղավոր զգացի, որ ընդհանրապես էլ տենց բաներ չեմ պատրաստում, այդքան էլ ճիշտ չի։ Հենց որ մինչեւ Անդրանիկը աշխատանքից գա, շատ քիչ քանակությամբ, մի sense տապակի չափով հերիք է, գաթա կպատրաստեմ, որպեսզի մեր տան անդամները իրենց դժբախտ չզգան ապրելով ինձ հետ նույն հարկի տակ։ Գնացել եմ մեր տան կողքը փոքր խանութ կա, այդտեղից արագ էլի որ Վահանին թողնեմ տունը, արագ գնամ խանութից մի հատ կարակ առնեմ, հետ գամ ու ալյուր։ Նախքան գնալը տատիկին զգուշացրեցի էլի որ դուրս եմ գալիս մի հատ արագ խանութ ու հետ գամ, հանկարծ ինձ ման չգար տան մեջ։ Տատին հարցնում է, բա ուր ես գնում, ինչ ես առնում, ասեցի սենց էլի գնամ մի հատ ալյուր առնեմ բերեմ, մեր ալյուրը վերջացել է, որ գաթա պատրաստեմ, չեք պատկերացնի տատին ինչ շոկի մեջ հայտնվեց, ոնց կարա ալյուրը վերջանա, ու դուք առած չլինեք։ Սա ինձ թվում է կհասկանան բոլոր այն մարդիկ, ովքեր ապրել են այն սովետի ժամանակաշրջանում, լիուբոլ, հա, այսպես ասած, տարիներում կամ հիմա տանը ունեն մեծահասակ, որ այն ժամանակ ոչ մեկ սենց ոնց ասեմ, հատիկ կիլո բան չառել, բոլորն էլ մեծ պարկերով առել են, արգելով առել են ու շարել են, նախ որովհետև ֆինանսը շատ-շատ ա եղել ու սննդամթերքն էլ էժան ա եղել, դրա համար մարդիկ իրենց կարողացել են թույլ տան, օրինակ մեկ մեծ պարկ շաքարավազ առնեն, դնեն մի կողմի վրա, ու տենց մենակ շաքարավազին չի վերաբերվում ամեն ինչին։ Նաև քանի որ այդ տարիների ապրած մարդիկ հաճախ են բախվել սովի տարիներ շատ ա եղել, սարակ սովորական հացին կարոտ էին այդ մարդիկ մնացել, բա դուք պատկերացնում եք, չէ, տարիներով սով տեսած ժողովուրդ, իրենց հոգեբանության մեջ արդեն մտած էր, որ այն ժամանակ, երբ որ հնարավորություն կա շատ ուտելիք առնելու, առեք լիքը սենց լիքը շարեք տունը թող լինի։ Դրա համար էլ այն ժամանակ տենց են արել։ Մեր սերունդը սովոր չի։ Մենք կարող ենք գնալ մտնել սուպերմարկետ, օրինակ առնել 3 հատ լոլիկ, 2 հատ պղպեղ, մի 5 հատ վարունգ, 3 հատիկ սոխ, 2 հատիկ սխտոր ու գանք տուն, այսինքն այն ինչ այդ օրվա ճաշին մեզ հարմար է։ Հա, ու դա հենց դրա համար էլ հենց այդ պրինցիպով է սուպերմարկետները ստեղծված են ու ինքնասպասարկում հենց դրա համար է, որ դու եթե քեզ պետք է 3 հատիկ լոլիկ, դու առնես դա ու ամոթ չլինի, դա խայտառակ չի, դա նորմալ է։ Ստեղ Երևանը շատ ծախսատար է ու ամեն քայլափոխին դու ոտքը դրեցիր տնից դուրս վեր դու արդեն ծախս ես արել։ Վահանին տանում եմ պարապմունքների, մինչ ինքը պարապում, ես արդեն որոշել եմ այդ օրը ինչ եմ սարքում։ Այն պարագաները, որոնք տանը չկան, բացակայում են, ես արագ գնում եմ, ասենք չեմ կարող էլի հաստատ 3 կիլո վարուն, 3 կիլո լոլիկ վերցնեմ հետս Վահանի հետ քաշտամ տուն։ Մի փոքր տոպրակով առնում այդ օրվա պարագաները ու հետ եմ գալիս։ Էմատատիկի համար այդ ամեն ինչը շատ-շատ խորթ է, անընդունելի, ինքը ոչ մի կերպ չի կարողանում համակերպվի այդ մտքի հետ, թե ոնց կարա մարդը առնի օրինակ 6 հատ ձու։ Այս ընթացքում ինչ ես գաթա եմ պատրաստում, մատ խնդրում եմ նայեք Վահանին։ Ես միշտ սոդան խառնում եմ հենց չոր բաղադրիչների հետ, անցած անգամ հետևորդուհի գրել էր, որ էլի կպատրաստես խառնի մածունին, նենց որ թանկագին հետևորդուհի այս անգամվա մածունը սոդային խառնելը հատուկ ձեր թանկագին խաթեր համար է։
Համ էլ ես իմ հետևորդների առաջարկած ռեցեպտները, տարբերակները շատ հաճախ կիրառում եմ, որ իրեն մարդիկ իրենց փորձով կիսում են, ինձ հետաքրքիր է, էլի ոնց կլինի։ Հա, իհարկե այն խորհուրդները, որոնք խորհուրդ են, ոչ թե մունատ։ Հնարավոր չէ օրինակ հանգիստ ասել Մարիամ ջան, հաջորդ անգամ որ անում ես, օրինակ հələ մի հատ է սենց փորձի, չէ։ Տենցովա հաց սարքում։ Դուք գիտեք հարգելիներս, որ գոյություն ունի ինչպես էթիկա, այնպես էլ նեթիկա, նյով, նեթիկա։ Նեթիկան դա համացանցային հարթակում միմյանց հետ շփվելու կուլտուրան է, որը բնականաբար ձևավորվել է վերջին տարիներին, քանի որ համացանցը վերջին տարիներին է մուտք գործել բոլորի կյանք, հետևաբար ձևավորվում է նեթիկա։ Պահեր կան, որոնք պետքա շատ մեծ ուշադրություն դարձնել համացանցում մարդկանց հետ շփվելուց։ Ասենք այն, որ մեկնաբանությունների դաշտը բաց է, դա դեռ չի նշանակում, որ դու քո մտքի եկածածը կարող ես գրել։ Ну, կարող է, իհարկե կարող ես ով այկել բռնել, բայց դա արդեն դաստիարակության հարց է, թե դու ոնց կգրես կամ առհասարակ քեզ թույլ կտաս տվյալ բանը գրել, թե ոչ։ Ես ինչ հրաշալի խմոր է ստացվում, հարգելի հետևորդներ։ Ձեռքդ հետ ավարժվում մի առժամանակ, որ չես անում, էլ չես ուզում անես։ Էս մեզ հերիք ասելով նկատում եմ ինձ, որ շատ չուտեմ։ Հախարիկար, դե նորից իչի գնա, իչի մաման նկարի։ Հիմա Վահանը իր համար խաղ է ստեղծել, այս արևի հատվածը դաղած է, սպասում որ ես ասեմ վազի, որ ինքը այդ արև հատվածը վազի, իրոք այնքան դաղ է, հազիվ է ոտքը կպնում։ Դե վազի, շուտ արա։ Վազի, արագ։ Այո, ապրես։ Ջուրը միացրու, լավ, հովացի։ Բա ես ուտեմ քեզ, տղես։ Կարաս էսի կրտնակ ես։ Ապրես։ Սիրուն գրտնակի, բացի թող լինի մեծ։ Այսպես պետք անես, տես այսպես անես, մեջից հանես, թացքում ինչ Վահանը մեր լինել չլինելու հարցով էր զբաղված, համ ես սրանք արդեն նաև կտրատեցի, ինչ եղավ տղես, ոչինչ որ ընկավ գետնին, բան չկա տղես, կհավաքենք մի նեղվի, գնա լվացվի, բալես, Նախ ես իմ թխած գաթան, այսենց համով ախորժելի ընտիր գաթա է ստացվել, անտեսել ես քո համար գաթա եմ թխել հատուկ։ Այո, կիսուրից ստեմ ոգե շնչվել, հետևորդներին պատմեցի, որ տեսար սրտդ քաշել, ես ամաչեցի, որ չեմ թխում էլ սենց բաներ, հարգելի, ուրեմն մեկը հարգելիներս իմ հետևորդներից ինձ նամակագրել, ասում Մարիամ ջան, ինձ թույլ չեմ տալիս, որտեվ կարող է կոմենտներով գրեի չուզեիր պատասխանել, կարող է դու Անդրանիկը բաժանվել եք, ասում եմ, Անդրանիկը էլ ընդհանրապես վլոգների մեջ չէր եղում, ճիշտ է հարգել հետևորդներ, եթե մենք բաժանվեինք, Անդոն դուրս կվրներ, ես չէի գնա, Անդոն կգնար, բայց ոչ չենք բաժանվել, որովհետև այս շոքինով հավես ունի, լավ ես խեմ բռնել կանգնել, Անդոն առևտուր էր արել, ուզում էի բաց Եթե մեր տանը կա Էվրիկայի տոպրակ, Էվրիկայի զորքի, ուրեմն Անդոն առևտուր արել, եթե սիթի, ուրեմն ես։ Դե ինչ տեսնենք, թե ինչեր է բերել Անդրանիկը ինձ։ Իմ սիրելի շաքար չպարունակող կոնֆետներից է, արևապահիկ իր համար, էլի նմանատիպ կոնֆետ, կոլա, սա Վահանից պահենք, որ հիմա չկնում պիլմերիներ, չէ, պիլմերի չի, պինկալի, մաստակներ, այս կարտոֆիներից արդեն գիտեք, պողպողոկո հարգելի հետևորդներ,
Ան, բայց Pistachio yağı. Էսի ոչ ֆիրման է։ Էսի սիրելի պահպաղակն է առաջ։ Չէ, էսի շաքար է, բայց ուտեմ Pistachio. Էս մի պահը կփակեմ աչքերս, իբր չտեսա որ շաքար կա որ են գրած։ Միրգ է բերել իմ հարգելի Անդրանիկը սալոշ, կեռաս, իրան։ Չիպսի կա բերել պահեսի որ Վահանը չտեսնի։ Իրականում նենց է որ թույլ տալիս եմ ուտի տենց բաներ, բայց քիչ էլի։ Այսօր պետք չէ։ Իսի տոկրից։ Ուժը բան է։ Ու ջանդամին թե սա շաքար չի պարունակում։ Ես ինչ համար եմ։ Մոռացեք հարգել եք որտեղ ամբողջ վլոգի ընթացքում ինչ եմ ասել շաքարի վերաբերյալ։ Դիլայթ ենք անում այդ ասածները։ Ստոպ։ Էս դու տվիր։ Հա։ Թանկագիններս այսքանով ուզում եմ ավարտել այս վլոգը։ Ես քանի որ Նազարեթ քեզ շատ ավելի ուրախանոս։ Հա? Դու Ես պարում եմ էլի կավահելես գորդերս արդեն։ Դու շաբաշա գալիս արգելի հետևորդներ։ Ինչ եմ ասել 20000 անուն լսան մոռացա։ Հա, այսօր Անդրանիկը հազվագյուտ օրերից է, որ դեռ լույս է դրսում ու եկել է սովորաբար շատ ուշ է գալիս տուն, դա է պատճառը ընդհանրապես վլոգներում չի երևում։ Մինչև Անդրանիկը գալիս է տուն, արդեն Վահանը, այն որ մի կերպ պահում եմ չքնի, մի հատ անդուն տեսնի, նոր Վահանը քնի։ Տենց ուշադրամ եք դուք վլոգներում չեք տեսնում Անդրանիկին։ Այսօր քանի ամուսինս շուտ է եկել, ես զբաղվեմ ավելի լավ իրանով, իր հետ ժամանակ անցկացնեմ։ Շատ շնորհակալ եմ այս ասանթը մինչև դիտելու համար եղեք առողջ եւ ամենակարևորը երջանիկ։